Հողից խոնավության և անձրևի հոտ էր գալիս։ Մարիամը կանգնած էր գերեզմանի մոտ, նայելով նոր թմբով փորված գերեզմանին, մինչ սևազգեստ տղամարդիկ դանդաղորեն ցրվում էին։ Ինչ-որ մեկը սեղմեց նրա ձեռքը, ինչ-որ մեկը մրմնջաց ցավակցության սովորական խոսքերը։ Նա գլխով արեց, չլսելով։ Ընդամենը 3 շաբաթ առաջ մայրը զանգահարել էր, գանգատվելով հոգնածությունից, բայց պնդելով, որ դա պարզապես սովորական գարնանային տխրություն է, բայց հիմա նա չկար։ Սրտի անբավարարություն, հանկարծակի և անդառնալի։ Սամսոնը նյարդայնորեն շարժվում էր ոտքից ոտք, ժամանակ առ ժամանակ նայելով ժամացույցին։ Նրա հեռախոսը 3-րդ անգամ թրթռում էր վերարկուի գրպանում։ Նա մի կողմ քաշվեց, շտապ հանեց սմարթֆոնը և արագ գրեց պատասխանը։ «Ամեն ինչ կարգին է», հարցրեց Մարիամը, երբ նա վերադարձավ։ «Այո, աշխատանքից»։ Շտապ դեղորայքի պատվեր։ Նա դրեց հեռախոսը և բռնեց նրա ձեռքը։ «Գնանք տուն, դու պետք է հանգստանաս»։ Մեքենայում Սամսոնը միացրեց ռադիոն, կարծես վախենալով լռությունից։ Նրա մատները նյարդայնորեն թակում էին ղեկը։ Մարիամը պատուհանից նայեց անցնող քաղաքին։ Մայրիկը չկա։ Այդ միտքը պարզապես չէր տեղավորվում նրա գլխում։ «Վաղը մայրիկի տուն եմ գնում, պետք է ճամպրուկներս հանենք», ասաց նա, խախտելով լռությունը։ Սամսոնը կտրուկ արգելակեց լուսացույցի մոտ։ «Եկեք չշտապենք։ Հիմա քեզ մի քիչ խաղաղություն ու լռություն է պետք»։ Նա ձեռքը դրեց նրա ծնկին։ «Բացի այդ, ես արդեն խոսել եմ անշարժ գույքի գործակալի հետ։ Տունը կարող է վաճառքի հանվել արդեն հաջորդ շաբաթ»։ Մարիամը դարձավ նրա կողմը, զարմացած հոնքերը բարձրացնելով։ «Ինչ անշարժ գույքի գործակալ»։ Մայրիկը հենց նոր մահացավ։ «Դրա համար էլ մենք պետք է արագ գործենք»։ Սամսոնի ձայնը մեղմ էր, բայց համառ։ «Ժառանգության հարկը, կոմունալ ծառայությունները, դատարկ տան պահպանումը, այս ամենը գումար է արժենում։ Մարիամ, ինչի՞ս է մեզ պետք այս խնդիրը»։ Նա շրջվեց դեպի պատուհանը։ «Մորս տունը, հենց այն վայրը, որտեղ նա անցկացրել է իր մանկությունը, որտեղ ամեն անկյունում հիշողություններ են պահպվել։ Վաճառում էիր այն, իսկ նույնիսկ իրերը բացելով»։ «Ես դեռ վաղը այնտեղ եմ գնալու», վճռականորեն ասաց նա։ Սամսոնը հառաչեց, բայց չվիճեց։ Այդ երեկոյան, երբ նրանք ընթրիք էին ունեցել, նա փաստաթղթերի մի թղթապանակ բերեց և դրեց սուրճի սեղանին նրա առջև։ «Սա ի՞նչ է», հարցրեց Մարիամը, մի կողմ դնելով այն գիրքը, որը նա անհաջող փորձում էր կարդալ։ «Տունը վաճառքի փաստաթղթեր»։ Սամսոնը նրան գրիչ մեկնեց։ «Ես պետք է լիազորագրեր ստորագրեմ, որպեսզի կարողանամ զբաղվել փաստաթղթերով։ Անշարժ գույքի գործակալը ասում է. կա հետաքրքրված գնորդ, որը պատրաստ է լավ առաջարկ անել, բայց մենք պետք է արագ գործենք»։ Մարիամը գրիչը մի կողմ դրեց։ «Ես դեռ այնտեղ չեմ եղել այս ամենից հետո։ Ինձ ժամանակ է պետք, Սամսոն»։ Նրա դեմքը մի պահ ծղվեց, բայց նա արագ հավաքվեց։ «Իհարկե, սիրելիս, ես ուղղակի ուզում եմ քեզ խնայել այդ անհարմարությունից»։ Նա խոնարհվեց և համբուրեց նրա ճակատը։ «Եկեք, վաղը միասին գնանք։ Ես կօգնեմ քեզ քո իրերի հարցերում»։ Հաջորդ օրը նրանք վաղ առավոտյան հասան մայրիկի տուն։ Քաղաքի ծայրամասում գտնվող հին երկհարկանի առանձնատունը լուռ ու լքված տեսք ուներ։ Մարիամը երկար ժամանակ կանգնած էր պատշգամբի առջև, տատանվելով մտնել։ Սամսոնը անհամբերությամբ շարժվեց մոտակայքում։ «Գուցե խոհանոցից սկսենք», առաջարկեց նա, երբ նրանք վերջապես մտան։ «Կամ կարող ենք ուղիղ վերև բարձրանալ»։ Մարիամը գլուխը թափ տվեց։ «Ես ուզում եմ այստեղ մենակ լինել, պարզապես սենյակներով շրջել»։ «Ինչպես ասացիր», ուսերը թոթվեց նա։ «Հետո ես կնայեմ տանը և կկազմեմ ցուցակ, թե ինչ պետք է անել վաճառելուց առաջ»։ Մարիամը դանդաղ քայլում էր տնով, դիպչելով ծանոթ առարկաներին։ Պատուհանի մոտ մայրիկի աթոռն էր, որտեղ նա սիրում էր երեկոյան գործել։ Գրապահարաններ, իր սիրելի հեղինակների պատառոտված հատորներով, Մարիամի մանկության լուսանկարները պատերին։ Ավարտական դասարանում, Սամսոնի հետ նրա հարսանիքին, մոր ննջասենյակում ամեն ինչ անձեռնմխելի մնաց։ Հավաքված մահճակալ, գիշերային սեղանին ակնոցներ, անավարտ գիրք։ Մարիամը բացեց զգեստապահարանը, որտեղ մայրը պահում էր անձնական իրերը։ Նա տեսակավորում էր շարֆերը, ձեռնոցները և զարդերի տուփերը, երբ լսեց Սամսոնի քայլերի ձայնը։
Հետաքրքիր բան գտել ես, հարցրեց նա կանգ առնելով դրան մոտ։ Սենյակ, պատասխանեց Մարիամը հանելով մի հին փայտե տուփ։ Հիշում ես սա։ Մայրիկս միշտ կարևոր փաստաթղթեր եւ նամակներ է պահում այստեղ։ Սամսոնն արագ մոտեցավ եւ վերցրեց տուփը նրանից։ Թույլ տուր ինքս տեսակավորեմ թղթերը, ասաց նա։ Քեզ համար դժվար կլինի կարդալ նրա նշումները, իսկ մինչ այդ դու հագուստ ես հավաքում բարեգործության համար։ Առանց պատասխանի սպասելու նա դուրս եկավ սենյակից ձեռքում տուփը։ Մարիամը խոժոռվեց։ Սա Սամսոնից տարբեր էր։ Նա սովորաբար խուսափում էր թղթաբանությունից։ Երբ նա իջավ ներքև, լսեց նրա ձայնը աշխատասենյակից։ Նա հեռահոսով էր խոսում, ձայնը գրեթե շշուկի պես ցածր էր։ Այո, ես հիմա այստեղ եմ։ Ոչ, նա ոչինչ չգտավ։ Ես պետք է ամեն ինչից ազատվեմ մինչև հաջորդ շաբաթ։ Այո, աբսոլյուտապես ամեն ինչից։ Մարիամը հետ քաշվեց դռանից։ Նրա սիրտը բաբախում էր։ Ինչի մասին է։ Նա ասեց ինչից ազատվիր։ Նա լուռ վերադարձավ մոր ննջասենյակ եւ շարունակեց իրերը դասավորել, փորձելով չցույց տալ իր անհանգստությունը, երբ Սամսոնը վերադառնար։ Ես այս տուփերը կտանեմ մեքենան, ասաց նա բարձրացնելով մի քանի ստոտորաթղթե տուփեր։ Դու կարող ես այդ անել ինքդ։ Մարիամը գլուխն արև, սպասեց, որ նա հեռանա եւ արագ բացեց զգեստապահարանի դարակը, որը դեռ չէր հասցրել զննել։ Շարֆերի կույտի տակ նա գտավ մեկ այլ փոքր տուփ, մարգարիտով զարդարած։ Ներսում ծրավեր եւ հինավոց բանալի կար։ Դողացող ձեռքերով նա բացեց ծրավերը։ Սիրելի Մարիամ, եթե դու կարդում ես այս նամակը, դա նշանակում է, որ ինձ հետ ոչ մի բան Ես վերջերս տարօրինակ բաներ եմ նկատում։ Ինչ-որ մեկը տանն է, երբ ես այնտեղ չեմ։ Դեղապահարանից դեղերը անհետանում են։ Եվ վերջերս ես նկուղից ձայն լսեցի, չնայած տարիներ շարունակ այնտեղ չեմ եղել։ Ստուգիր նկուղը, սիրիլիս։ Բանալին ներառված է։ Զգույշ եղիր։ Ես քեզ սիրում եմ, մայրիկ։ Մարիամը երկու անգամ կարդաց նամակը, չհավատալով աչքերին։ Նամակը թվագրված էր մոր մահվանից 2 շաբաթ առաջ։ Նա ծրավերն ու բանալին թաքցրեց գրպոնում, երբ լսեց Սամսոնի քայլերի ձայնը։ Ընթրիքի ժամանակ Մարիամը փորձեց զրույց սկսել մորի վերջին օրերի մասին։ Արդյոք նկատեցիք որևէ տարօրինակ բան նրա վարքի մեջ։ Նա չգանգատվեց վատառողջությունից։ Սամսոնը կտրեց մի կտոր միս, յուրաքանչյուր կտորը մանրակրկիտ ճամելով։ Ոչինչ անսովորակ, նրա տարիքին սովորական հոգնածություն։ Վերջերս հաճախ եք այցելել նրան։ Նրա ձեռքը պատարակախով կեսով սառեց մինչև բերանը։ Ինչու նման հարցեր։ Պարզապես տարօրինակ է, որ առողջ կինը հանկարծակի մահանում է սրտային անբավարարությունից։ Մարիամը փորձեց հանգիստ խոսել։ Բժիշկները որևէ պրեդպոստուլիտ չգտան։ Սամսոնը կտրուկ հրեց ափսեն։ Դու ինձ մեղադրում ես մոր մահվան համար։ Նրա ձայնը սառեց։ Ես դեղագործ եմ, ոչ թե սրտաբան։ Եվ միևնույն է, ես հոգնել եմ այս զրույցից։ Վաղը ես ինքս կգնամ տուն եւ կավարտեմ իր իրերը։ Նա վեր կացավ սեղանից եւ դուրս եկավ խոհանոցից, թողնելով Մարիամին մենակ։ Նա նայեց իր անավարտ ընթրիքին, զգալով, որ մեջքից սարսում է անցնում։ Ինչ որ բան անպայման այն չէ, եւ վաղը, երբ Սամսոնը աշխատանքի էր, նա անպայման կստուգիր նկուղը։ Մարիամը արթնացավ մտքի դռան փակվելու ձայնից։ Սամսոնը աշխատանքի էր գնացել սովորականից շուտ, ետը նշպեն միայնայք արթնացնելով։ Զոնը ցույց էր տալիս առավոտյան 7-ը։ Նա պառկած նայում էր առաստաղին, մտքում հիշելով նախորդ դրված իրադարձությունները։ Մոր նամակը վառվում էր խալաթի գրպանում, աթոռի մեջքին։ Նկուղի բանալին ծանր երհինավոց, թվում էր ավելի իրական ապացույց։ Նա ցնցուղ ընդունեց, սուրճ խմեց եւ զանգահարեց աշխատանքի միայն օր հարցակուրտ վերցնելու համար։ Ապա նա նստեց մեքենան եւ գնաց մոր տուն։
Ամբողջ ճանապարհը հատապնդվում էր անհանգիստ նախազգացողությամբ։ Ինչ կգտնի նա նկուղում, եւ ինչու էր Սամսոնը այդքան համառորեն ցանկանում հնարավորինս շուտ վաճառել տունը։ Մեքենան կայնեցնելիս Մարիամը նախ շրջվեց դուրսում, ստուգելով, թե ամուսին մեքենան մոտակայքում է։ Համոզվելով, որ մենակ է, նա հանեց բանալիները եւ մտավ ներս։ Տունը նրան դիմավորեց լռությամբ եւ հին փայտի բույրով։ Նա հյուրասենյակով անցավ դեպի նկուղ տանող դուռը։ Ծանր փայտե դուռը կողպված էր երկու կողպեքով՝ հինը, որը միշտ այնտեղ էր, եւ նոր կողպեք։ Մարիամը տուփից բանալին մտցրեց հին կողպեքի մեջ, ապա պայուսակից հանեց գլխավոր բանալիների մի զույգ։ Դեռահաս տարիքում հայրը նրան սովորեցրել էր բացել պարզ կողպեքներ։ Օգտակար հմտություն, երբ անընդհատ կորցնում ես բանալիները։ Կողպեքը մի քանի րոպե անց բացվեց։ Դուռը բացվեց երկար ճռոցով։ Մարիամը փնտրեց լուսի անջատիչը եւ նկուղի աստիճանները թույլ լուսավորված էին մեկ լամպով։ Նա դանդաղ իջավ ճռացող աստիճաններով բռնված ճաղաշարից։ Ներքևում նրան սպասում էր մեկ այլ խոչընդոտ, մեկ այլ մետաղական դուռը, համակցված կողպեքով։ Մարիամը կանգ առավ դրա առջև, շփոթված։ Նման դուռ այստեղ երբեք չէր եղել։ Նա զննեց կողպեքը, ժամանակակից մոդել, թվային ստեղնաշարով։ Նա փորձեց մի քանի համադրություններ՝ Սամսոնի ծննդյան օրը, նրանց հարսանիքի տարեդարձը, մոր ծննդյան օրը, ապարդյուն։ Հետո նա հիշեց, որ ամուսինը բոլոր գաղտնաբառերի համար օգտագործում էր նույն համադրությունը, իրենց առաջին հանդիպման ամսաթիվը 17-061-5։ Կողպեկը ազդանշան տվեց եւ կանաչ դարձավ։ Դուռը բացվեց մեղմ սուլոցով։ Մարիամի տեսածը ներսում նրան ստիպեց սառեցնել շեմին։ Հին, խառնաշփոթ նկուղը վերածվել էր ժամանակակից լաբորատորիայի։ Ստելիլ սպիտակ սեղաններ, քիմիական պահարաններ, համակարգիչներ, մանրադիտակներ, ցենտրիֆուգներ։ Բժշկական կարգի սառնարաններ կային անկյունում։ Այս ամենը կտրուկ հակադրվում էր հին տան կոպիտ քարե պատերին։ Մարիամը դանդաղ մտավ, վախենալով խանգարել սենյակի ստերիլ մթնոլորտը։ Սեղաններից մեկի վրա դրված էր բաց օրագիր, Սամսոնի ծանոթ ձեռագրով գրառումներով։ Նա սկսեց կարդալ. բանաձևեր, քիմիական միացություններ, դեղաչափեր, որոշ տեստերի արդյունքներ։ Տերմիններից շատերը անծանոթ էին, բայց նա ճանաչեց մի քանիսը։ Հազվագյուտ դեղագործական բաղադրիչների անունները։ Նա շրջեց էջը եւ տեսավ աղյուսակ ամսաթվերով եւ նշումներով։ Վերջին գրառումը կատարվել էր մոր մահից 3 օր առաջ։ Հիվանդը ցուցաբերում էր սրտի անբավարարության բոլոր ախտանիշները։ Դեղաչափը մեծացել է։ Ակնկալվում են արդյունքներ 72 ժամվա ընթացքում։ Մարիամի սիրտը մի պահ խփեց։ Նա հետ քաշվեց սեղանից գրեթե աթոռը շրջվելով։ Հետազոտվողը, նրա մայրը ծովախուժուկ էր։ Բայց ինչ նպատակով։ Ինչ էր Սամսոնը փորձարկում։ Նա շարունակեց ուսումնասիրել լաբորատորիան, բացելով դարակներն ու պահարանները։ Մեկում կային տասնյակ փորձանոթներ, որոնք պարունակում էին բազմագույն հեղուկներ, կոտիկ պիտակավորված եւ դասավորված։ Մյուսում կային բժշկական գործիքներ, ներարկիչներ, ասեղներ, կաթետերներ։ Գնալով սառնարան Մարիամը բացեց նայն եւ ներսում հայտնաբերեց արյան նմուշներ փորձանոթներում։ Յուրաքանչյուրում կար պիտակ, ամսաթվով եւ անվան սկզնատառերով։ Մի քանիսում նրա մայրի անվան սկզնատառերն էին։ Աշխեն Կիրակոսյան։ Սեղանի տակ գտնվող աղբամանում ընկած էին օգտագործված ներարկիչներ ու դատարկ փորձանոթներ, չորացած արյան հտքերով։ Մարիամը հանեց հեռախոսը եւ սկսեց լուսանկարել այն ամեն ինչ տեսնում էր՝ օրագիրը, սարքավորումները, փորձանոթները, պահարանների պարունակությունը։ Հանկարծ նա լսեց մոտեցող մեքենայի ձայնը։ Սիրտը արագ բաբախեց։ Նա վազեց դեպի բակ նայող առաջին հարկի պատուհանին եւ տեսավ, թե ինչպես է Սամսոնը դուրս եկել իր մեքենայից։ Նա միայնակ չէր։ Նրա հետ էր գործնական կոստյումով տղամարդ։ Մարիամը խուճապահար շուրջը նայեց։ Նա պետք է արագ դուրս գար նկուղից, բայց առանց իր ներկայության որևէ հետք թողնելու։ Նա արագ փակեց բոլոր պահարանները, ամսագիրը վերադարձրեց իր տեղը եւ անջատեց հեռախոսի լույսը։ Երբ նա գնում էր դեպի ելքը, նրա արմունկը պատահական դիպեց սեղանի եզրին դրված ապակյա սրբակին։ Սալը ընկավ եւ կոտրվեց, ցրելով բեկորները հատակին։ Մաքրելու ժամանակ չկար։ Մարիամը դուրս վազեց լաբորատորիայից, փակեց մետաղական դուռը, կատուն ներս բերեց եւ վազեց աստիճաններով։ Նա հազիվ հասցրեց կողպեքել նկուղի դուռը եւ թաքցնել բանալին, երբ լսեց մուտքի դռան բացվելը։
Սամսոնը մտավ տուն անծանոթի հետ եւ սառեց, երբ տեսավ կնոջը միջանցքում։ «Ինչ ես էստեղ անում», հարցրեց նա լարված ձայնով։ «Ես կարծում էի, որ այսօր աշխատանքի ես»։ Մարիամը փորձեց հանգիստ տեսք տվել, ետիչի համոզված, որ իր սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ թվում էր, որ այն լսվում է հարևան սենյակում։ «Ես էլ մի օր արձակուրդ վերցրեցի», պատասխանեց նա։ Նա ուզում էր բացել մոր իրերը։ «Դեղատանը չպետք է լինես»։ Սամսոնը հայացքն էր փախանակեց կոստյումով տղամարդու հետ։ «Սա պարոն Մինասյանն է», ներկայացրեց նա իր ուղեկցին։ Տնի հավանական գնորդ լինելով, նա ուզում էր նրան ցույց տալ գույքը։ Տղամարդը գլուխ առավ եւ ձեռքը մեկնեց։ «Ալեքսեյ, ցավակցում եմ կորուստիդ կապակցությամբ։ Գեղեցիկ տուն, հիանալի տեղակայում»։ Մարիամը մեխանիկապես սեղմեց ձեռքը, զգալով, որ իր մեջ բարկություն է կուտակվում։ Սամսոնը արդեն տունը ցույց էր տալիս գնորդներին, առանց նրա գիտության։ «Ես վաճառքի որևէ փաստաթուղթ չեմ ստորագրել», վճռականորեն ասաց նա։ Սամսոնը ժպտաց, բայց ժպտումը չհասավ իր աչքերին։ «Իհարկե, սիրելի, սա ընդամենը նախնական ստուգում է, պարոն Մինասյանը շատ հետաքրքրված է եւ պատրաստ է լավ առաջարկ անել»։ «Ես կարծում էի, որ այսօր աշխատանքի ես»։ Մարիամը փորձեց հանգիստ տեսք տվել, ետիչի համոզված, որ իր սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ թվում էր, որ այն լսվում է հարևան սենյակում։ «Ես էլ մի օր արձակուրդ վերցրեցի», պատասխանեց նա։ Նա ուզում էր բացել մոր իրերը։ «Դեղատանը չպետք է լինես»։ Սամսոնը հայացքներ փախանակեց կոստյումով տղամարդու հետ։ «Սա պարոն Մինասյանն է», ներկայացրեց նա իր ուղեկցին։ Տնի հավանական գնորդ լինելով, նա ուզում էր նրան ցույց տալ գույքը։ Տղամարդը գլուխ առավ եւ ձեռքը մեկնեց։ «Ալեքսեյ, ցավակցում եմ կորուստիդ կապակցությամբ։ Գեղեցիկ տուն, հիանալի տեղակայում»։ Մարիամը մեխանիկապես սեղմեց ձեռքը, զգալով, որ իր մեջ բարկություն է կուտակվում։ Սամսոնը արդեն տունը ցույց էր տալիս գնորդներին, առանց նրա գիտության։ «Ես վաճառքի որևէ փաստաթուղթ չեմ ստորագրել», վճռականորեն ասաց նա։ Սամսոնը ժպտաց, բայց ժպտումը չհասավ իր աչքերին։ «Իհարկե, սիրելի, սա ընդամենը նախնական ստուգում է, պարոն Մինասյանը շատ հետաքրքրված է եւ պատրաստ է լավ առաջարկ անել»։ «Ես կարծում էի, որ այսօր աշխատանքի ես»։ Մարիամը փորձեց հանգիստ տեսք տվել, ետիչի համոզված, որ իր սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ թվում էր, որ այն լսվում է հարևան սենյակում։ «Ես էլ մի օր արձակուրդ վերցրեցի», պատասխանեց նա։ Նա ուզում էր բացել մոր իրերը։ «Դեղատանը չպետք է լինես»։ Սամսոնը հայացքներ փախանակեց կոստյումով տղամարդու հետ։ «Սա պարոն Մինասյանն է», ներկայացրեց նա իր ուղեկցին։ Տնի հավանական գնորդ լինելով, նա ուզում էր նրան ցույց տալ գույքը։ Տղամարդը գլուխ առավ եւ ձեռքը մեկնեց։ «Ալեքսեյ, ցավակցում եմ կորուստիդ կապակցությամբ։ Գեղեցիկ տուն, հիանալի տեղակայում»։ Մարիամը մեխանիկապես սեղմեց ձեռքը, զգալով, որ իր մեջ բարկություն է կուտակվում։ Սամսոնը արդեն տունը ցույց էր տալիս գնորդներին, առանց նրա գիտության։ «Ես վաճառքի որևէ փաստաթուղթ չեմ ստորագրել», վճռականորեն ասաց նա։ Սամսոնը ժպտաց, բայց ժպտումը չհասավ իր աչքերին։ «Իհարկե, սիրելի, սա ընդամենը նախնական ստուգում է, պարոն Մինասյանը շատ հետաքրքրված է եւ պատրաստ է լավ առաջարկ անել»։ Մինչ նրանք խոսում էին, Մարիամը նկատեց, որ Սամսոնի հայացքը սահեց նկուղի դռան վրա, ապա նորից իր վրա։ Նրա աչքերում կասկածի նման մի բան թարթեց։ «Ես պետք է կնոջս հետ մենակ խոսեմ», ասաց նա, դիմելով Պետրոսյանին։ «Կարող ես մեքենանում սպասել, ես շուտով կգամ»։ Երբ տղամարդը հեռացավ, Սամսոնը դիմեց Մարիամին։ Նրա դեմքը փոխվեց, դառնալով կոշտ եւ կրկին լիպինավորված։ «Իրականում ինչ ես անում այստեղ», հարցրեց նա, մի քայլ անելով նրա կողմը։ Մարիամը հետ քաշվեց, փորձելով հանգիստ մնալ։ «Ես քեզ ասացի, որ մայրիկի իրերն եմ դասավորում»։ Սամսոնը նեղացրեց աչքերը։ «Իսկ որտեղ են իրերով տուփերը, որտեղ են պայուսակները»։ Նա նայեց դատարկ միջանցքում։ «Դու ոչինչ չես հավաքել»։ «Ես հենց նոր ժամանեցի», առարկեց Մարիամը։ Մինչ նա կհասցներ սկսել, Սամսոնը հանկարծ բռնեց նրա դաստակը։ «Դու նկուղում էիր»։ Նրա ձայնը դարձավ հանգիստ եւ սպառնալից։
Մարիամը ատրճանակով ձեռքը քաշեց։ Ինչն էր քեզ ստիպել այդպես մտածել։ Այնտեղ փակ է։ Եվ ինչու պետք է ես այնտեղ գնայի։ Այնտեղ միայն հին աղբ կա։ Սամսոնը մի քանի վայրկյան ուսումնասիրեց նրա դեմքը։ Ապա կարծես մի փոքր հանգստացավ։ Կներես, ասաց նա։ Ես շատ եմ զբաղված աշխատանքով եւ ուզում եմ արագ լուծել տան հետ կապված խնդիրը, որպեսզի դու չանհանգստանաս հիշողությունների համար։ Նա խոնարհվեց եւ համբուրեց նրա այտը։ Բայց Մարիամը զգաց, որ դիպչելուց նրա մաշկի վրայով սարսր է անցնում։ Գնա տուն, Սամսոն ասաց Մարիամին։ Ես կավարտեմ պարոն Մինասյանի հետ եւ երեկոյան կմիանաք ձեզ։ Եկեք համեղ բան պատվիրենք, ֆիլմ դիտենք։ Մարիամը գլուխ արեց, փորձելով նորմալ տեսք ունենալ։ Նա վերցրեց պայուսակը եւ ուղղվեց դեպի դուռը, զգալով ամուսնու հայացքը մեջքի վրա։ Միայն մեքենան նստելուց հետո թույլ տվեց իրեն արտաշնչել։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա շարժիչ միացրեց։ Անվտանգ են հեռավորություն անցնելուց հետո Մարիամը կանգ առավ ճանապարհի թեզում եւ հանեց հեռախոսը։ Լաբորատորիայի լքլուսանկարներ, նշումներով օրագիրեր, արյան փորձանմուշներ։ Ամեն ինչ այստեղ էր, ապացույց, որ ամուսինը ինչ որ փորձեր էր անցկացնում մայրի նկուղում։ Եվ դատելով գրառումներից, այս փորձերը կարող էին կյանք արժենալ Աշխեն Կիրակոսյանին։ Մարիամը հեռախոսը դրեց կողքի նստահանին եւ ձեռքերով ծածկեց դեմքը։ Ինչ պետք է աներ նա հիմա։ Գնար ոստիկանություն, բայց արդյոք նրանք կհավատային նրան։ Նրան միայն լուսանկարներ եւ կասկածներ ուներ։ Նրան ավելի հիմնավոր ապացույցներ էին պետք, եւ նա պետք է զգուշ լիներ։ Եթե Սամսոնը իսկապես ընդունակ էր սպանության իր փորձերի համար, որ գիտեր, թե ինչ կաներ նա, եթե հասկանար, որ նա գաղտնիք է բացահայտել իրեն։ Նա մեքենան վառեց եւ տուն գնաց, հասկանալով, որ այսուհետ ամուսնու հետ ամեն պահ կարող է մահաց ու վտանգավոր լինել։ Նրան ծրագիր էր պետք, եւ նա պետք է արագ գործեր։ Գիտակցում ես, որ մեղադրում ես ամուսնուդ մորդ սպանության մեջ, վերջապես հարցրեց նա։ Մարիամը գլխով արեց։ Դրա համար էլ ինձ ապացույց է պետք։ Արյունդ ստուգիր, անսովոր նյութեր հայտնաբերելու համար, հատկապես այնպիսիք, որոնք կարող են սրտի անբավարարության ախտանիշներ առաջացնել։ Նարեն վերցրեց փորձանոթը, խոստանալով զանգահարել, հենց որ արդյունքները պատրաստ լինեն։ Զգույշ եղիր, Մարիամ, եթե ճիշտ ես, վտանգի մեջ ես։ Հաջորդ կանգառը դեղատունն էր, որտեղ աշխատում էր Սամսոնը։ Մարիամը գիտեր, որ չորեքշաբթի օրերին նա երկար հերթափոխ ունի եւ տանը կլինի միայն ուշ երեկոյան։ Նա մեքենան կայանեց մուտքի մոտ եւ սպասեց, հետևելով հաճախորդներին։ Ժամը 5-ի սահմաններում դեղատնից դուրս եկավ Կարինեն, Սամսոնի նախկին գործընկերուհին, որի հետ Մարիամը միշտ լավ հարաբերություններ ուներ։ Նա կանչեց նրան եւ հրավիրեց սուրճի։ Մոտակա սրճարանի սեղանի շուրջ Մարիամը զգուշորեն զրույց սկսեց աշխատանքի, Սերգեյի, նրա հետազոտությունների մասին։ Նա միշտ հավակնոտ էր, նկատեց Կարինեն, սուրճը խառնելով։ Նույնիսկ երբ մենք միասին ենք աշխատում, նա սովորաբար ասում էր, որ սովորական դեղատունը ժամանակավոր է, որ նա մեծ ծրագրեր ունի։ Ինչ ծրագրեր։ Մարիամը փորձեց հարցը հնարավորինս անտարբեր հնչեցնել։ Կարինեն ուսերը թոթովեց։ Նա կրքոտ էր նոր դեղամիջոցների մշակման հարցում։ Նա ասաց, որ դեղագործական ընկերությունները միլիոններ են վճարում նորարարական բանաձևերի համար։ Նա հատկապես հետաքրքրված էր բնատան հիվանդությունները նմանակել դեղամիջոցներով։ Մարիամը զգաց, որ մեջքով սարսուռ է անցնում։ Ինչ իմաստով նմանակել։ Գիտեք, կան նյութեր, որոնք կարող են առաջացնել սրտի կաթվածից կամ ինսուլտից անձանազանելի ախտանիշներ։ Փոքր չափաբաժիններով դրանք օգտագործվում են բժշկության մեջ, բայց նա լռեց, կարծես հասկանալով, որ չափազանց շատ բան է ասել։ Լսեք, ինչու եք հարցնում, լավ եք։ Մարիամը ամուր ժպտաց։ Իհարկե, պարզապես վերջերս նա շատ է աշխատել տանը եւ ես մտածել եմ, որ գուցե նա ինչ-որ հետաքրքիր նախագիծ է սկսել։ Տուն վերադառնալով Մարիամը ստուգեց իր հեռախոսը։ Նարեն հաղորդագրություն ուղարկեց։ Ինչ-որ բան գտամ։ Պետք է անձամբ խոսել։ Նա արագ հավաքեց ընկերուհի համար, բայց այդ պահին լսեց մուտքի դռնան բացվելու ձայնը։ Սամսոնը վերադարձավ սովորականից շուտ։
Մարիամը թաքցրեց հեռախոսը եւ փորձեց դեմքին անտարբեր արտահայտություն տալ։ «Դու այսօր շուտ ես եկել», ասաց նա դուրս գալով միջանցքի։ «Ես փորձեցի անակնկալ մատուցել քեզ։ Ինչպես անցավ օրդ»։ «Սովորաբար ես մայրիկի լուսանկարներն էի դասավորում»։ Նա գլխով արեց եւ մտավ խոհանոց, որտեղ սկսեց պարկից մթերքները հանել։ «Ես կպատրաստեմ ընթերք, իսկ ծովամթերքով մակարենեղենի մասին ինչ կասես»։ «Քո սերելին»։ Մարիամը նայում էր, թե ինչպես է նա կտրատում բանջարեղենը, եփում մակարենեղենը, խառնում սոուսը։ Նրա շարժումները ճշգրիտ, վստահ։ Դեղագործի ձեռքեր, որը սովոր էր դեղագործական ճշգրտությամբ չափել դեղաչափերը։ Մի բաժակ գինի առաջարկեց Սամսոնը, երբ ընթերքը գրեթե պատրաստ էր։ Հաճույքով։ Նա հանեց մի շիշ կարմիր գինի եւ լցրեց 2 բաժակ։ Մարիամը նկատեց, թե ինչպես նա մի պահ շրջվեց, ինչ որ սպիտակ փոշտ ու բան փայլացկացրով եւ անհետացավ նրա բաժակի մեջ։ Սիրտը արագ բափախեց։ Նա ձևացրեց, որ չի նկատում եւ ժպտով ընդունեց բաժակը։ Այն համեղ տեսք ուներ։ Սամսոնը անուշավոր շատախոս էր ընթերքի ժամանակ։ Նա խոսում էր աշխատանքի, իր արձակուրդի ծրագրերի, դրա մասին, թե որքան հաճելի կլիներ տունը վաճառելուց հետո նոր կյանք սկսելը։ Մարիամը շարունակեց զրույցը, ձևացրելով, որ գինի է խմում, բայց ամեն անգամ շուրթերով թեթևակի դպչելով բաժակի եզրին։ «Դու ընդհանրապես չես խմում», որոշ ժամանակ անց նկատեց Սամսոնը։ «Գինի չես սիրում»։ Պարզապես մի փոքր գլխացավ է, հավանաբար իմ արյան ճնշումը։ Նա անհանգստացած տեսք ուներ։ «Տեղափոլեր ունես»։ «Կարող եմ դեղերի պահարանից վերցնել»։ «Պետք չէ», արագ պատասխանեց նա։ «Արդեն անցնում է»։ Ընթերքից հետո Մարիամը մի փոքր գլխապտույց կացնոր է, որ գրեթե գինի չէր խմվել։ Սարփորով հասկացավ, որ գուցե փոշուց մի քիչ շնչել է, երբ բաժակը մոտեցրել է շուրթերին։ Նա սկսեց սրտխանոց գալ։ Ինչ հասավ հիզիկ, Մայքի ցավը ճանգունգային մոտիկս, թե մետիկին հարված։ Մարիամը սկսեց հասկանալ, որ փորձարկի նախիեռ են օպերացիոն մարդիկ։ Սամսոնը իրեն մոտ էր պատրաստում նոր հարիկ տեսքով կտրվել նրանց հետ եւ օգնության հարցածնի։ Նա բռնեց նրա ձեռքը եւ նրանք դանդաղ քայլեցին դեպի ննջասենյակ։ Մարիամը զգաց, որ սենյակը սկսում է պտտվել իր աչքի առաջ։ Նա անկավ մաղճակալին բայքարելով մոտեցող սրտխանոցի դեմ։ «Ինչ է պատահել ինձ», մրմնջաց նա։ Սամսոնը նստեց նրա կողքին, շոհելով նրա մազերը։ «Պարզապես հոգնածություն է, սիրելի, հանգստացիր»։ Երբ նա դուրս եկավ սենյակից, Մարիամը դժվարությամբ վերցրեց հեռախոսը եւ հաղորդագրություն գրեց Նատաշային։ «Կարծում եմ նա ինձ ինչ-որ բան տվեց։ Ախտանիշներ, գլխապտույտ, սրտխանոց։ Ինչ պետք է անեմ»։ Պատասխանը գրեթե անմիջապես եկավ։ «Զանգահարեք շտապ օգնություն կամ փախչեք այդտեղից»։ Յորմոր արյան մեջ հայտնաբերվել է սրտի անբավարարություն առաջացնող փորձարկական դեղամիջոց։ Դա հազվադեպ չի հայտնաբերվում ստանդարտ տեստերով։ Մարիամը փորձեց վեր կենալ, բայց իր ոտքերը չէին ենթարկվում նրան։ Նա լսեց, թե ինչպես է Սամսոնը հարախոսով խոսում հարևան սենյակում։ «Այո, այն ավելի արագ է ազդում, քանի ես սպասում էի։ Կասկածներ չկան։ Մի քանի օրից ամեն ինչ կավարտվի եւ մենք կարող ենք շարունակել ուսումնասիրությունը նոր վայրում»։ Հավաքելով իր ողջ ուժերը, Մարիամը սողողավ դեպի լողակնան եւ ստիպեց իրեն փխսը։ Նա պետք է ազատվեր դեղից, նախքան ուշ լինելը։ Ապա պատին բռնած վերադարձավ ննջասենյակ եւ փլվեց մահճակալին, ձևացնելով, թե քնած է, երբ լսեց Սամսոնի քայլերի ձայնը։ Նա մոտեցավ, ստուգեց նրա զարկերակը, գոհունակությամբ գլխով արեց եւ հեռացավ, լուռ փակելով դուռը։ Մարիամը պառկած էր այնտեղ, լսելով տան ձայները։ Նա սրտխառնոց էր զգում, բայց գիտակցությունը սկսում էր պարզվել։ Նա պետք է ապացույցներ հավաքեր եւ հնարավորինս արագ հեռանար այստեղից։ Սպասելով, որ Սամսոնի քայլերի ձայնը մարի, տան հետևի մասում, նա զգուշորեն վեր կացավ եւ մատների ծայրերի վրա գնաց նրա աշխատասենյակ։ Դուռը կիսաբաց էր, ներսում լույսը վառ։ Սամսոնը նստած էր համակարգչի մոտ եւ ինչ-որ բան էր գրում։ Նրա հեռախոսը ընկած էր սեղանի եզրին։ Մարիան շունչը պահեց, սպասելով հարմար պահին։ Երբ տան հեռախոսը զանգեց եւ Սամսոնը դուրս եկավ պատասխանելու, նա մտավ աշխատասենյակ եւ վերցրեց նրա բջջային հեռախոսը։ Նա արագ սկանավորեց վերջին հաղորդագրությունները եւ գտավ նամակագրություն ինչ-որ Ալլայի հետ։ Ակնհայտորեն նույն Պետրոսյանի, որը գնել էր տունը։ Ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի, կինս ոչինչ չի կասկածում։ 3-4 օրից տունը կդատարկվի եւ մենք կարող ենք տեղափոխել սարքավորումները։ Նմուշներն ու բանաձևերը արդեն պատրաստ են առաքման։ Մարիամը լուսանկարեց նամակագրությունը իր հեռախոսով, ապա հեռախոսը վերադարձրեց իր տեղը եւ դուրս սողոսկեց գրասենյակից։
Վերադառնալով ննջասենյակ, նա թաքցրեց հեռախոսը բարձի տակ եւ պառկեց, ձևացնելով, թե քնած է։ Մի քանի րոպե անց դուռը լուռ բացվեց։ Սամսոնը կանգնած էր մահճակալի մոտ, նայում էր նրան, ապա մոտեցավ եւ ստուգեց նրա զարկերակը։ Մարիամը փորձեց հավասարաչափ շնչել, չնայած սիրտը վախից բաբախում էր։ «Շուտով կավարտվի, սիրելիս», շշնջաց նա, գրեթե մեղմ ինտոնացիայով շոյելով նրա մազերը։ «Դու նույնիսկ ցավ չես գա, ինչպես քո մայրը»։ Երբ նա հեռացավ, Մարիամը բացեց աչքերը, զգալով, թե ինչպես են արցունքները հոսե մայտերից։ Հիմա նա հաստատ գիտեր, ամուսինը սպանել էր մորը եւ պատրաստվում էր սպանել նրան։ Ինչի համար? Տան վաճառքից ստացված գումարի, իր փորձերի համար։ Նա պետք է դուրս գար այստեղից եւ բացահայտեր նրան, նախքան ուշ կլիներ։ Դողաչոն ձեռքերով նա հաղորդագրություն գրեց Նատաշային. «Ես ապացույց ունեմ։ Վաղը հանդիպեք ձեր աշխատանքի մոտի սրճարանում։ Եթե չգամ, ոստիկանությանը տվեք այն ամենը, ինչ ուղարկել եմ ձեզ»։ Ապա, հաղթարելով իր թուլությունը, նա սկսեց պլանավորել իր փախուստը։ Ամեն կերակ այժմ մահացու խաղ էր, եւ նա չէր կարող իրեն թույլ տալ պարտվել։ Մարիամն առավոտը դիմավորեց գլխացավով եւ բերանում մետաղյակ համով։ Նա դժվարությամբ բացեց աչքերը եւ տեսավ Սամսոնին, որը նստած էր մահճակալի եզրին, սկուտեղով, որի վրա դրված էր ջրի բաժակ եւ 2 հապ։ «Խմիր սա, դու ավելի լավ կզգաս», ասաց նա հոգատար ժպիտով, որը Մարիամի համար այժմ դիմակ էր թվում։ Նա գիտեր, որ չէր կարող վստահել նրա առաջարկած ոչ մի բանի։ «Ինչ է սա?» հարցրեց նա, արմունկների վրա բարձրանալով եւ փորձելով ձայնը թույլ եւ շփոթված հնչեցնել։ «Սովորական ասպիրին, 3 ջերմություն ունեիր, քնի մեջ զարանցում էիր»։ Մարիամը վերցրեց հապերը եւ ձևացնեց, թե դրանք բերան է դնում, բայց նա գաղտնի սեղմեց դրանք մատների արանքում։ Նա մի կում ջուր խմեց եւ հենվեց բարձին, փակելով աչքերը։ «Ես պետք է գնամ աշխատանքի», ասաց Սամսոնը, շոյելով նրա մազերը։ «Այսօր հանգստանա, ոչ միտեղ մի գնա, ես շուտ կվերադառնամ եւ ընթրիք կպատրաստեմ»։ Երբ դուռը փակվեց նրա ետքից, Մարիամը մի քանի րոպե սպասեց, ապա վեր կացավ եւ մոտեցավ պատուհանին։ Նա տեսավ, թե ինչպես Սամսոնի մեքենան դուրս եկավ բակից եւ անհետացավ անկյունում։ Միայն այդ ժամանակ նա թույլ տվեց իրեն արտաշնչել։ Առաջին բանը, որ նա արեց, այն էր, որ զննեց հապերը, որը փորձել էր տալ իրեն։ Դրանք անկասկած ասպիրին չէին, չափազանց մեծ էին, անհայտ նշմաններով։ Նա փաթեթացրեց անձեռոցիկի մեջ եւ թաքցրեց գրպանում։ Եվս մի ակնարկ։ Ժամանակը սուղ էր։ Մարիամն արագ ցունցույց ընդունեց, փորձելով լվանալ թուլության մնացորդները եւ սկսեց գործել։ Դահլիճի պահանից վերցրեց մի փոքրիկ տեսախցիկ, որը երբեմն նրանք գնել էին տան հսկողության համար, բայց երբեք չէին տեղադրել։ Սարքը կրակիչի չափ էր եւ կարող էր տեսանյութ ձայնագրել հիշողության քարտի վրա։ Նա դրեց այն խոհանոցում, թաքցնելով խոհարարական գրքերի մեջ դարակի վրա, որտեղից պարզ երևում էր սեղանի եւ վառահի մակերեսը։ Նա հագցրեց եւս մի մանրանկարային տեսախցիկ, որը գնել էր 3 տուն վերադառնալուց, ննջասենյակի ծուհանոցում դրված սրվակների մեջ։ Այնուհետև Մարիամը բացեց իր նոթբուքը եւ ստեղծեց նոր թղթապանակ, պատճառելով հավաքած բոլոր ապացույցները, նքածի լաբորատորիայի լուսանկարներ, փորձարարական օրագրի նկարներ, Սամսոնի նամակագրությունը քիմիական նյութերի մատակարարի եւ այդ խորհրդավոր Մինասյանի հետ։ Նա նաև ավելացրեց մորարյան անալիզի արդյունքների լուսանկարները, որ ուղարկել էր Նարային, եւ վերջին մի քանի օրերի բոլոր իրադարձությունների համար ամփոփում։ Ֆայլը բավական մեծ պարզվեց։ Նա կոդավորեց այն եւ ուղարկեց իր աշխատանքային էլեկտրոնային փոստին եւ պատճառն էլ նոր էլեկտրոնային փոստի հասցեին, որին նա ստեղծել էր հատուկ այդ նպատակի համար, որին միայն նա կարող էր մուտք գործել։ Ավարտելով սա, նա բացեց իր հեռախոսի աշխարհագրական դիրքի ծառայությունը եւ հաստատեց, որ Սամսոնը իսկապես դեղատանն է։ Ապա նա արագորեն անհրաժեշտ իրերը հավաքեց փոքրիկ պայուսակի մեջ, որը թաքցրած մահճակալի տակ։ Նա պետք է պատրաստ լիներ արագ փախուստի, եթե իրավիճակը դառնար կրիտիկական։
Կեսօրին մոտ հեռախոսը զանգեց։ Նարենն ասաց, որ ստացել է Աշխենի արյան անալիզի լրացուցիչ արդյունքներ։ Դա որոշակի փորձարարական դեղամիջոց է, ասաց նա։ Նույնը ինչ նկարագրված է սրտի անբավարարության դեմ նոր սերնդի դեղամիջոցների մշակման մասին գիտական հոդվածներում։ Միայն հակառակ դեպքում օգտագործելիս այն կարող է առաջացնել հիվանդության բոլոր ախտանիշները։ Մարիամը մարդասպան է։ Գիտեմ, պատասխանեց Մարիամը։ Կոկորթում գնդիկ զգալով նա փորձում է նույնը անել ինձ հետ։ Դու պետք է գնաս ոստիկանություն։ Ոչ հիմա։ Ինձ անհերքելի ապացույցներ են պետք։ Ես տեսախցիկներ եմ տեղադրել։ Այսօր երեկորյան նա անպայման կրկին կփորձի ինչ-որ բան խցկել իմ թմրանյութերի պաշարի մեջ։ Նատաշայի հետ խոսելուց հետո Մարիամը զանգահարեց ոստիկանություն, բայց չհայտնեց ինչ կասկածների մասին։ Դրա փոխարեն նա պարզապես վերանայեց ընտանեկան բռնության մասին հաղորդում ներկայացնելու ընթացակարգը, եթե անհրաժեշտ լինի, արագ գործել։ Ապա նա վերադարձավ անկուղին եւ միացրեց հեռախոսի վրա տեղադրված տեսախցիկներից ուղիղ հեռարձակումը։ Հիմա մնում էր միայն սպասել։ Սամսոնը վերադարձավ սովորականից շուտ, մոտավորապես 17:00-ին, մթերքների տոպրակներով։ Մարիամը տեսախցիկով հետևում էր, թե ինչպես է նա խոհանոցում բացում մթերքները, ապա բաճկոնի ներքին գրպանից հանում թափանցիկ հեղուկով լի փոքրիկ սրվակ։ Նա շուրջը նայեց, կարծես ստուգելով, թե մոտակայքում ինչ-որ մեկը կա, ապա բացեց սառնարանը եւ մի քանի կաթիլ ավելացրեց նարնջի հյութի տուփի մեջ։ Նա լավ թափտոդեց այն եւ վերադարձրեց դարակին։ Մարիամը զգաց, որ մեջքով սարսուր է հոսում։ Ահա ուղակի ապացույցը։ Նա ստուգեց, թե արդյոք տեսանյութը ձայնագրվում է եւ թեթևացած շունչ քաշեց, երբ տեսավ թարթող կարմիր լույսը։ Սամսոնը բարձրացավ վերև եւ նայեց ննչասենյակ։ Ինչպես է զգում, հարցրեց նա նստած մահճակալի եզրին։ Մարիամը թույլ ժպտաց, փորձելով հոգնած տեսք ունենալ։ Մի փոքր ավելի լավ է, բայց դեռ թույլ։ Ես ընթրիք կպատրաստեմ, դու պետք է ուտես, որպեսզի վերականգնես ուժերդ։ Երբ նա հեռացավ, Մարիամը արագ անցավ ննցյասենյակի տեսախցիկին եւ տեսավ, որ Սամսոնը վերադարձել է, զննելով իր գիշերային սեղանակին, ստուգելով լիցավորված հեռախոսը, ապա նույն սրվակը հանեց գրպանից եւ ինչ-որ բան գցեց նրա ջրի բաժակի մեջ։ Մարիամի սիրտը բաբախում էր սարսափից եւ զայրույթից։ Տղամարդը, որին նա վստահում էր, որի հետ ապրել էր 5 տարի, մեթոդաբար փորձում էր թունավորել նրան։ Ինչպես կարող էր նա վերածվել նման հրեշի։ Կամ գուցե նա միշտ էլ այսպիսին էր եղել, եւ նա պարզապես չէր նկատել։ Ընթրիքի ժամանակ Մարիամը ջանասիրաբար զավացնում էր, թե թուլություն եւ ապակողնորոշվածություն ունի։ Նա հազիվ էր դիչում ուտելիքին, բացադրելով դա ախորժեքի բացակայությունը, եւ հրաժարվում էր հյութից, ասելով, որ դա իրեն այրուց է պատճառում։ Դու պետք է ավելի շատ հեղուկ խմես, պնդեց Սամսոնը, նրան մի բաժակ ջուր լցնելով ջրամանից։ Դա կօգնի դուրս մխել տոքսինները։ Մարիամը գիտեր, որ շշի մեջ մաքուր ջուր էր կա։ Նա տեսավ, թե ինչպես է նա լցնում այն տեսախցիկով անց, բայց բաժակը, որը նա նրան տվեց, նույնն էր, որի մեջ նա դեղը ավելացրել էր ննչասենյակում։ Շնորհակալություն, ասաց նա, վերցնելով բաժակը եւ ձևացնում էր, թե խմում է, բայց թույլ չտալով, որ ջուրը դիչի իր շրթուններին։ Ընթրիքից հետո նա ասաց, որ ուզում է պարկել, եւ Սամսոնը օգնեց նրան բարձրանալ ննչասենյակ։ Նրան քնեցնելուց հետո նա նստեց նրա կողքին, գրեթե քնկուչ խնամքով շոյելով նրա մազերը։ Գիտես, կարծում եմ պետք է քեզ բժշկի տանենք։ Այս ախտանիշները հիշեցնում են քեզ այն, ինչ ունեցել էր քո մայրը։ Մինչև Մարիամը զգա, թե ինչպես է իր ներսը պտտվում վախից եւ զզվնքից։ Նա իվանիսկ չթաքցներ է իր մտադրությունները, վստահ լինելով, որ նա ոչինչ չի կասկածում։ Գուցե վաղը, թույլ ձայնով պատասխանեց նա։ Եթե չլավանա։ Երբ Սամսոնը իջավ ներքև, Մարիամը լուր վեր կացավ անկողինից եւ գնաց դրան մոտ լսելով։ Նա լսեց, թե ինչպես է նա հեռախոսով խոսում հյուրասենյակում։ Այո, ամեն ինչ ընթանում էր սպլանի։ Ախտանիշները արդեն ի հայտ են գալիս։ Առավելագույնը 2 կամ 3 օր եւ ամեն ինչ կավարտվի։ Բնական պատճառներ, կասկածներ չկան։ Այո, փաստաթղթերը պատրաստ են։ Նա անցյալ շաբաթով ստորագրել է լրազորագրին։ Մարիամը սառեց։ Նա ոչ մի լրազորագարից չէր ստորագրել։ Այսպիսով Սամսոնը կեղծել էր իր ստորագրությունը։ Իրավիճակը ավելի եւ ավելի վտանգավոր էր դառնում։ Նա վերադարձավ անկողին եւ վերցրեց հեռախոսը Նատաշային զանգահարելու, բայց պարզվեց, որ ցանցը անջատված էր։ Նա փորձեց միանալ Wi-Fi-ին, բայց այն էլ անջատված էր։ Նա նայեց պատուհանից դուրս եւ տեսավ, որ Սամսոնի մեքենան անհետացել էր բակից։ Ուր էր գնացել եւ ինչու էր անջատել կապը։ Մարիամը արագ իջավ ներքև եւ ստուգեց տան հեռախոսը։ Գիծը անջատված էր։ Նա փորձեց միացնել համակարգիչը, բայց գաղտնաբառը փոխված էր։ Սամսոնը կտրել էր արտաքին աշխարհի հետ բոլոր կապերը։
Խուճապի մատնված նա շտապեց դեպի մուտքի դուռը, միայն ուրախանալու, որ կողպեկը փոխված են նորով, որի համար անհրաժեշտ էր բանի նաև ներսից։ Առաջին հարկի պատուհանները ծածկված էին մտաղյա ջանջերով, որոնք Սամսոնը ենթադրաբար տեղադրել էր գողերից պաշտպանվելու համար։ 1 տարի առաջ նա թափագում էր հայտնվել։ Մարիամը խորը շունչ քաշեց, փորձելով հանգստացնել իրեն։ Խուճապը ամենավատ բանն էր, որ կարող էր պատահել այս պահին։ Նա պետք է հստակ մտածեր։ Նա ապացույցներ ուներ ձայնագրված տեսախցիկների վրա։ Նա պետք է միջոց գտներ դրանք ոստիկանություն հասցնելու համար։ Նա վերադարձավ խոհանոց և ստուգեց տեսախցիկը։ Այն դեռ ձայնագրում էր։ Ապա նա հանեց հիշողության կարտը և թաքցրեց այն ջինսերի գաղտնի գրպանում։ Նա նաև վերցրեց երկրորդ տեսախցիկը ննջասենյակից և թաքցրեց այն մահճակալի տակ գտնվող պայուսակի մեջ։ Այնուհետև Մարիամը մեթոդաբար քայլեց ամբողջ տնով, փնտրելով հնարավոր ելք։ Երկրորդ հարկի պատուհանները ճաղեր չունեին, բայց գետինը չափազանց բարձր էր ցատկելու համար։ Այնուամենայնիվ, հնարավոր էր ննջասենյակի պատուհանից բարձրանալ ավտոտնակի ծանիք, իսկ այնտեղից իջնել ջրահեռացման խողովակով։ Նա արդեն սկսել էր մշակել փախուստի ծրագիր, երբ լսեց մոտեցող մեքենայի ձայնը։ Սամսոնը վերադարձել էր։ Մարիամը արագ վերադարձավ անկողին, ձևացնելով, թե քնած է։ Ննջասենյակի դուռը բացվեց, և նա լսեց ոչ թե մեկ, այլ երկու ձայն։ Սամսոնը մենակ չէր։ «Ահա նա», ասաց նա։ «Ինչպես տեսնում եք, ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի։ Մի քանի օր էլ և տունը մերը կլինի»։ «Իսկ եթե նա շուտ արթնանա», հարցրեց երկրորդ ձայնը, որին Մարիամը ճանաչեց։ Դա նույն Պետրոսյանն էր, տան գնարդը։ «Նա չի արթնանա», պատասխանեց Սամսոնը։ «Ես ճշգրիտ հաշվարկել եմ դեղաչափը։ Բացի այդ, ես անվտանգ կողմում էի, անջատելով բոլոր հաղորդակցությունները և կողպելով դռները։ Նույնիսկ եթե նա ինչ-որ բան կասկածի, չի կարողանա այստեղից դուրս գալ։ Իսկ ոստիկանությունը, հարազատները, ընկերները, բոլորը կարծում են, որ նա խորը դեպրեսիայի մեջ է մոր մահից հետո։ Ես արդեն տեղեկացրել եմ նրա աշխատանքին, որ նա արձակուրդ է գնում ընտանեկան պատճառներով։ Ոչ ոք նրան չի կարոտի առնվազն մեկ շաբաթ»։ Մարիամը անշարժ պառկած էր։ Նրա սիրտը այնքան ուժեղ էր բաբաքում, որ կարծում էր, թե նրանք պետք է լսեն դա։ Նրանք խոսում էին նրա մասին այնպես, կարծես նա արդեն մահացած լիներ։ Սամսոնի ծրագիրը մտածված էր մինչև վերջին մանրութիկը։ Երբ տղամարդիկ դուրս եկան սենյակից, նա զգուշորեն վեր կացավ և սողոսկեց դեպի դուռը, ական դնելով նրան զրույցին աստիղանների վրա։ «Լաբորատորիան պատրաստ է տեղափոխման։ Հենց որ նա ավարտի, մենք կհանենք սարքավորումները ու նմուշները։ Դեղագործական ընկերությունը արդեն պատրաստ է կանխավճար վճարել բանաձևի համար»։ «Հիանալի է», պատասխանեց Սամսոնը։ «Ես այսքան տարիներ աշխատել եմ այս դեղամիջոցի վրա, վերջապես այն ճանաչում կստանա։ Եվ միլիոններ դոլարներ», ժպիտով ավելացրեց Մինասյանը։ Նրանց ձայները մարեցին, երբ նրանք իջան ներքև։ Մարիամը վերադարձավ մահճակալ, զգալով ոչ թե վախ, այլ սառը զայրույթ, որը աճում էր ներսում։ Նրանք սպանեցին նրա մորը փողի համար, և հիմա պլանավորում էին սպանել նրան։ Նա մահճակալի տակից վերցրեց իր իրերով պայուսակը և տեսախցիկ։ Փախուստը պետք է իրականացվել այսօր երեկոյան, երբ Սամսոնը քնած էր։ Նա այլ հնարավորություն չուներ։ Երբ Սամսոնը վերադարձավ ննջասենյակ, Մարիամը ձևացնեց, թե արթնանում է նրա հպումից։ «Մեկը եկա՞ր», քնկոտ հարցրեց նա։ «Ոչ, սիրելիս, դու երազ ես տեսնում», պատասխանեց նա, ստնելով նրա կողքին։ «Ինչպես ես զգում»։ «Թուլություն և ծարավ», շշնջեց նա։ Սամսոնը ժպիտավ և նրան տվեց բաժակ ջուր, հենց այնինչ թունավորված։ «Ահա, խմեք սա, ավելի լավ կզգաք»։ Մարիամը ձևացնեց, թե խմում է, ապա հենվեց բարձին, փակելով աչքերը։ «Շնորհակալ եմ, ես շատ հոգնած եմ»։ «Հանգստացեք», ասաց նա, համբերելով նրա ճակատը։ «Ես այնտեղ կլինեմ»։ Երբ նա հեռացավ, Մարիամը բացեց աչքերը նայելով առաստաղին։ Հիմա նա հաստատ գիտեր, որ սա կյանքի կամ մահվան խաղ էր, և նա չէր պարտվելու։ Նա սառեց, ապա շարունակեց իջնել, փորձելով վերաբաշխել իր քաշը։ Երբ գետնից մոտ 1 մետր բարձրության վրա էր, Մարիամը բաց թողեց բռնվածքը և ցատկեց։
Վայրեջքը անհարմար էր։ Նա ոլորեց կոճը եւ հազիվ զսպեց ցավի ճիչը, բայց չկարողացավ կանգն առնել։ Կաղալով նա շարժվեց դեպի իրենց տարածքը հարևանի տարածքից բաժանող ցանկապատը։ Ցանկապատը հատելուց հետո Մարիամը հայտնվեց փողոցում։ Այստեղ խաղաղ արվարձաններում այդ ժամին ոչ ոք չկար։ Փողոցի լապտերները ուրվականային լույս էին սփռում թաց ասֆալտի վրա։ Նա վազեց, հաղթահարելով ոտքի ցավը, դեպի գլխավոր ճանապարհը, որտեղ կարող էր տաքսի կամ գիշերային ավտոբուս նստել։ Հանկարծ նա լսեց դռան բացվելու ձայնը իր ետևից։ Սամսոնը արթնացավ եւ հայտնաբերեց նրա անհետացումը։ Մարիամը թաքնվեց հարևան տան ցանկապատի ետևում, շունչը պահած։ Մի քանի վայրկյան անց նա տեսավ, թե ինչպես Սամսոնը դուրս վազեց փողոց, շուրջը նայելով։ Մարիամ, նրա ձայնը կտրեց գիշերային լռությունը։ Վերադարձիր, քեզ օգնություն է պետք։ Նա սեղմվեց գետնին, զգալով, թե ինչպես է սիրտը խփում կոկորթում։ Սամսոնը կանգնած էր ճանապարհին, նայում էր խավարի մեջ, ապա վազեց դեպի իր մեքենան։ Շարժիչի միացման ձայնը Մարիամային դրթեց գործի անցնել։ Նա դուրս սողաց թաքստոցից եւ վազեց հակառակ ուղությամբ, դեպի ավտոբուսի կանգառ։ Երբ նա հասավ կանգառ, հուսահատորեն տեսավ ժամանակացույցը։ Հաջորդ ավտոբուսը 1 ժամից էր։ Շատ երկար։ Նա հանեց հեռախոսը։ Դեռևս ազդանշան չկար։ Սամսոնը հավանաբար օգտագործել էր ազդանշանի խլացուցիչ, որը ծածկում էր ամբողջ տարածքը։ Հեռվում նա լսեց մոտեցող մեքենայի ձայնը։ Լուսարձակները լուսավորում էին ճանապարհը։ Դա կարող էր լինել Սամսոնը կամ կարող էր լինել պատահական գիշերային վարորդ։ Մարիամը պատրաստ էր ռիսկի դիմել։ Նա շտապեց մոտակա տունը եւ զանգեց դռան զանգը։ Ոչ մի արձագանք։ Նա կրկին զանգեց, ապա սկսեց թակել։ Օգնեք, խնդրում եմ, բացեք։ Նրա ձայնը դողում էր հուսահատությունից։ Վերջապես տանը լույսը վառվեց։ Դուռը թեթևակի բացվեց եւ շեմին հայտնվեց խալաթով մի տարեց կին։ Ինչ պատահեց։ Ո՞վ եք դուք։ Վախեցած հարցրեց նա։ Իմ անունը Մարիամ է։ Ամուսինս փորձում է սպանել ինձ։ Խնդրում եմ, թույլ տվեք ձեր հեռախոսով ոստիկանություն կանչել։ Կինը տատանվեց, նայելով իր դռան մոտ կանգնած անփույթ, շնչահեղ անծանոթին։ Ապա Մարիամի աչքերում ինչ-որ բան, անկեղծ վախը եւ հուսահատությունը համոզեցին նրան։ Արագ մտիր, ասաց նա, դուռը ավելի լայն բացելով։ Մարիամը մտավ տաք տուն, զգալով, թե ինչպես են ծունկերը դողում լարվածությունից եւ վախից։ Կինը տարավ նրան խոհանոց եւ մատնացույց տվեց պատին կախված ստացիոնար հեռախոսը։ Զանգիր ինձ, ես քեզ համար թեյ կպատրաստեմ։ Դողաչող մատերով Մարիամը հավաքեց ոստիկանության համարը։ Երբ մյուս ծայրում գտնվողը պատասխանեց, նա արագ բացատրեց իրավիճակը։ Ամուսինս փորձում էր թույնավորել նրան։ Նա ապացույցներ ունի եւ վախենում էր իր կյանքի համար։ Մնա այնտեղ, որտեղ ես, ասաց դիսպեչերը։ Պատերական մեքենան 10 րոպեին քեզ մոտ կլինի։ Դուրս մի գա։ Լսախոսը անջատելուց հետո Մարիամը ուժասպառ ընկավ աթոռին։ Տանտիրուհին կինը ներկայացավ որպես Աննա Պետրոսյան եւ նրա առջև դրեց մի բաժակ թակ թեյ։ Ասա ինձ, ինչ է կատարվում, մեղմ հարցրեց նա։ Մարիամը սկզբում սկսեց խոսել կակացելով, ապա ավելի ու ավելի հստակ մոր մահվան, Սամսոնի տարօրինակ բարհացության, նկորթում գտնվող լաբորատորիայի թույնավորման ապացույցների մասին։ Աննա Պետրոսյանը լսում էր առանց ընդհատման, միայն երբեմն գլուխը թափահարելով։ Քո մորը, Աշխեն Կիրակոսյանը, սրտաբան էր, այո, դու ճանաչում էիր նրան։ Նա մի քանի տարի առաջ բուժել է իմ ամուսնուն, փրկել է նրա կյանքը։ Հրաշալի բժիշկ եւ մարդ։ Մարիամը զգաց, որ կոկորթում արցունքներ են հոսում։ Այդ սարսափելի օրերին առաջին անգամ նա թույլ տվեց իրեն իսկապես զգալ մոր կորստի վիշտը։ Հանկարծ պատուհանից դուրս լուսարձակներ փայլեցին։ Տան կողքով դանդաղ անցավ մի մեքենա, ապա կանգ առավ։ Մարիամը սարսուր զգաց։ Դա Սամսոնի մեքենան էր։ Նա այստեղ է, շշնջաց նա, աթոռից վեր թռնելով։ Աննա Պետրոսյանը վճռականորեն վեր կացավ եւ վարագուրները քաշեց։ Մի վախենակ,
Ոստիկանությունն արդեն ճանապարհին է։ Նա չէր համարձակվի մտնել ուրիշի տուն։ Բայց Սամսոնը հուսադրություն էր ծածված։ Մեկ րոպե անց լսվեց դռան թակոցը։ Սկզբում զգուշավորեն, ապա ավելի ու ավելի համառան։ Բացեք, գիտեմ, որ կինս քեզ հետ է։ Նա հիվանդ է։ Նրան բժշկական օգնություն է պետք։ Նրա ձայնը հնչում էր անհանգիստ, նույնիսկ վախեցած։ Աննա Պետրոսյանը գլուխը թափահարեց։ Ես դուրը չեմ բացի։ Ոստիկանությունն արդեն ճանապարհին է։ Թակոցը դադարեց։ Հետո լսվեց կոտրված ապակյու ձայն։ Սամսոնը կոտրեց հյուրասենյակի պատուհանը։ Դուրս եկեք հետևի դռնով, արագ ասաց Աննա Պետրոսյանը։ Այգու կա, դրա հետևում նրբանցիկ։ Վազեք գլխավոր փողոց, ոստիկանությունը պետք է այդտեղ լինի։ Մարիամը վերցրեց պայուսակը և շտապեց դեպի հետևի դուռը։ Երբ նա դուրս վազեց այգու, լսեց, թե ինչպես ինչ-որ բան ընկավ և կոտրվեց տան ներսում։ Սամսոնը ներս խուժեց։ Նա վազեց մութ այգու միջով, սայթաքվելով ծառերի արմատների և այգու գործիքների վրա։ Հետևից նա լսեց Սամսոնի ճիխը. «Մարիամ, կանգնիր»։ Հասնելով դարպասին ցատկեց նրբանցիկ և վազեց գլխավոր փողոց։ Հեռվում արդեն երևում էին ոստիկանական մեքենայի թարթող լույսերը։ Փրկությունը մոտ էր։ Հանկած խավարից մի կերպարանք դուրս եկավ և փակեց նրա ճանապարհը։ Մինասյան։ Նա բռնեց նրա ձեռքը, փորձելով նրան հետ պահել։ Ուր ես գնում այդքան շտապող Մարիամ։ Սամսոնը շատ է անհանգստանում քեզ համար։ Նա ազատ արձակվեց և պայուսակով հարվածեց նրա դեմքին։ Մինասյանը նահանջեց, բայց չընկավ։ Մարիամը սկսեց վազել, բայց նա հասավ նրան և գետնին գցեց։ Պայուսակը թռավ մի կողմ։ Օգնեք, գոռաց նա, փորձելով ազատվել նրա բռնվածքից։ Այդ պահին փողոցում հայտնվեցին լապտերներով ոստիկաններ։ Մինասյանը տեսնելով նրանց, բաց թողեց Մարիամին և փորձեց փախչել, բայց բռնվեց։ Մարիամը ոտքի կանգնեց, վերցրեց պայուսակը և վազեց ոստիկանների կողմը։ Նրանցից մեկը ուղղվեց նրա կողմը, երկրորդը հետ պահեց Մինասյանին։ Խաղաղություն եք, ասաց ոստիկանը բռնելով նրա ձեռքը։ Այդ պահին Սամսոնը դուրս վազեց նրբանցքից։ Տեսնելով ոստիկաններին նա կանգ առավ, ապա դանդաղ բարձրացրեց ձեռքերը։ Պարոն ոստիկան, սա թյուրիմացություն է, հանգիստ ասաց նա։ Կինս հիվանդ է, նա հալյուցինացիաներ ունի դեղորայքի պատճառով։ Ես բժիշկ եմ, կարող եմ բացատրել։ Մարիամը պայուսակից հանեց հիշողության քարտ տեսախցիկների տեսագրություններով։ Սա ապացույց է, որ նա փորձել է թունավորել ինձ, և վստահ եմ, որ նույն կերպ սպանել է նաև մորս։ Ոստիկանը վերցրեց քարտը և գլխով արեց։ Կստուգենք։ Մինչ այդ դուք երկուսն էլ պետք է մեզ հետ գաք բաժանվունք ցուցմունքներ տալու։ Ոստիկանական բաժանմունքում Մարիամին տարան առանձին սենյակ, որտեղ նա մանրամասն պատմեց դետեկտիվին ամբողջ պատմությունը։ Նա նրան ցույց տվեց լաբորատորիայի լուսանկարները, օրագրի գրառումները և մոր արյան անալիզի արդյունքները։ Դետեկտիվը ուշադիր լսեց գրառումներ անելով։ Մենք կստուգենք ձեր բոլոր ցուցմունքները, ասաց նա, երբ նա ավարտեց։ Տեսախցիկների տեսագրություններն արդեն վերանայվում են մեր մասնագետների կողմից։ Եթե ամեն ինչ հաստատվի, ձեր ամուսնուն լուրջ մեղադրանքներ կառաջադրվեն։ Իսկ Մինասյանի մասին հարցրեց Մարիամը։ Նա արդեն ցուցմունք է տվել պնդելով, որ պարզապես օգնել է ընկերոջը վաճառել իր տունը և ոչինչ չգիտեր նրա ծրագրերի մասին, բայց մենք նաև կստուգենք նրա ներգրավվածությունը։ Մարիամին թույլատրվեց զանգահարել Նատաշային, ով անմիջապես ժամանեց կայարան։ Նրա ընկերուհին գրկեց նրան, բացահայտ լաց լինելով։ Ես այնքան վախեցա, որ կուշանամ, ասաց նա, երբ դու չեկար կամ չպատասխանեցիր իմ զանգերին։ Ես գնացի քո տուն, բայց այնտեղ ոչ ոք չկար։ Դուք ոստիկանությանը տվել եք թեստի արդյունքները։ Այո, տվել եմ։ Նրանք արդեն հարցում են ուղարկել հիվանդանոց ձեր մոր մարմինը լրացուցիչ հետազոտությունների համար արտաշիրմելու համար։ Ոստիկանությունն ավարտեց ապացույցների հավաքագրումը և թույլատրվեց վերցնել անձնական իրերը։ Նա դանդաղ քայլում էր սենյակներով, դիպչելով ծանոթ առարկաներին, հիշելով. այս վայրը, որը մի ժամանակ լի էր սիրով և ջերմությամբ, այժմ թվում էր, թե պղծված է Սամսոնի հանցագործության պատճառով։ Մոր ննջասենյակում նա գտավ մեկ այլ տուփ, որը թաքցված էր մահճակալի մոտ գտնվող հատակի տախտակի տակ։ Ներսում կար հին հեռախոս և ֆլեշ կրիչ։ Մարիամը միացրեց հեռախոսը։ Մարտկոցը զարմանալիորեն դեռ աշխատում էր։ Հիշողության քարտի վրա կար տեսագրություն, որը թվագրված էր մոր մահից 1 շաբաթ առաջ։ Աշխեն Կիրակոսյանի դեմքը լցրել էր էկրանը։ Նա հոգնած տեսք ուներ, բայց վճռական։ Մարիամ, եթե դու դիտում ես այս տեսանյութը, դա նշանակում է, որ ինձ հետ ինչ-որ բան է պատահել։ Վերջերս ես տարօրինակ բաներ եմ նկատում։
Կարծում եմ Սամսոնը ինչ-որ բան է խառնում իմ սննդի կամ դեղորայքի հետ։ Նրա յուրաքանչյուր այցելությունից հետո ես թույլ եմ զգում եւ անկանոն սրտի բափակյուն ունեմ։ Ես արյանս նմուշներ վերցրի եւ ուղարկեցի անկախ վերլուծության։ Արդյունքները պետք է լինեն մի քանի ուրից, բայց վախենում եմ, որ ժամանակ չեմ ունենա դրանք ստանալու։ Զգուշ եղիր, դուստր։ Ես չգիտեմ, թե ինչն է մողում քո ամուսնուն, բայց նա վտանգավոր է։ Տեսանյութն ավարտվեց եւ Մարիամը խորտակվեց անկողնուն, զգալով արցունքների հոսանքներ այտերից։ Մայրը գիտեր։ Նա փորձում էր զգուշացնել նրան, որպիսի պաշտպանի դստերը նույնիսկ նրա մահից հետո։ Մեկ շաբաթ անց ստացվեցին Աշխեն Կիրակոսյանի մարմնի դիահերձման արդյունքները։ Նրա օրգաններում հայտնաբերվեցին նույն դեղամիջոցի հետքեր, որը Սամսոնն օգտագործել էր Մարիամի դեմ։ Դեպքը դասակարգվեց որպես կանխամտածված սպանություն։ Հարցակնության ժամանակ Սամսոնը վերջապես խոստովանեց։ Նա մշակում էր բնական սրտի անբավարարություն ընդօրինակող դեղամիջոց մի դեղագործական ընկերության համար, որը ցանկանում էր այն օգտագործել փոփոխված ձևով բուժման համար։ Սակայն կողմնակի ազդեցությունները չափազանց ծանր էին, եւ ընկերությունը հրաժարվեց նախագծից։ Սակայն Սամսոնը տեսավ իր գյուտումը մեկ այլ կիրառություն։ Դեղամիջոցը գործնականում աննկատելի էր ստանդարտ դիահերձման ժամանակ եւ կարող էր ապահովել բնական մահ, կատարյալ սպանության զենք։ Աշխեն Կիրակոսյանը դարձավ նրա առաջին զոհը։ Նա սկսեց կասկածել նրան եւ կարող էր խափանել նրա բոլոր ծրագրերը։ Մարիամը պետք է լիներ երկրորդը։ Նրա մահը թույլ կտվար նրան վերցնել երկու տներն ու անհապաղ շարունակել նրա հետազոտությունները։ Մեկ ամիս անց Մարիամը կանգնած էր մոր տան պատուհանի մոտ, նայելով աշնանային այգին։ Սամսոն Սանտրոսյանի դատավարությունը լիարժեք ընթացքում էր մեջ։ Ապացույցները ավելին քան բավարար էին մեղավորության դատավճռի համար։ Նա որոշեց չվաճառել տունը։ Դրա փոխարեն նա պլանավորում էր այն վերածել ընտանեկան բռնության զոհերի համար ապաստարան։ Մի վայր տեղիրենի նման իրավիճակներում գտնվող կանայք կարող են գտնել անվտանգություն եւ աջակցություն։ Դա կլիներ մոր հիշատակը հարգելու, մարդկանց օգնելու նրա աշխատանքը շարունակելու եւ ողբերգության վայրը հույսի եւ բուժման աղբյուրի վերածելու լավագույն միջոցը։ Մարիամը փակեց պատուհանը եւ ժպտաց, երկար ժամանակ անց առաջին անգամ, զգալով ոչ թե ֆախ կամ վիշ, այլ հանգիստ վստահություն։ Կյանքը շարունակում էր եւ հիմա նա գիտեր, որ բավական չափ ուժեղ է ապագան դիմանալու համար, ինչ էլ որ այն սպասներ։ Խորհուրդ եմ տալիս լսել էկրանին տեսած այս երկու պատմությունները, վստահ եմ դրանք ձեզ դուր կգան, եւ այս տեսանյութի մեկնաբանություններում կգտնեք հղում դեպի ինտերնետից լավագույն պատմությունների հավաքածու։ Շնորհակալություն դիտելու համար։